Ական 89 Ֆինանսական Շնորհավոր ախպերս, լավ զանգեր ստանաս, ուրախ լուրեր լսես, լիքը րոպե ունենաս, չնայած դու գիտես, բայց արժեր այդքան տալիքների մեջ այդպես թանկանոց հեռախոս բռնեիր։ Բոլոր ֆինանսական սթրեսները անգրագետ ֆինանսական կենցաղ վարելու հետևանք են, իսկ հայկական իրականության մեջ ցուցամոլության գայթակղությունը անսահման է։ Մինչ փուչիկի պայթելը հանուն արդյունավետ պոնտի, շատերը ֆինանսական սթրեսների հետ հաշտված սեփական անձի շուրջ ուռճացված կարծիքներ ձևավորելու գործերով են զբաղված։ Երբ որոշակի զրկանքների շնորհիվ մեծ ճոխություններ ենք թույլ տալիս, ինչ որտեղ ընդունելի է։ Հա բա աշխարհ մեռնել կախի չունենամ, բայց երբ ուրիշի աչքը հանելու համար սեփական աչքն ենք հանում, մի տեսակ ցավոտ է լինում։ 1995 թվական Ասել էի չէ, չերես նեմագուելը լինի, էդ մաշնեմ պտի առնեմ, լավ է մարե առել եմ, չուզողի աշկն էլ հանել եմ, էդ չուզողն էլ ես էի, հա, դու գիտես, քո համար եմ ասում, հետո որ փողի գոնկեկի մեջ ընգնես չբողոքես։ Երբ ջանասիրության էներգիան ցուցամոլության վրա է վատնվում, իսկական բերկրանքի համը այդպես էլ օտար է մնում։ Արա դու այդ քո սթից պոնտերով չես կարա բաջանաղիդ հետ ոտ գցես, էնի կայացած տղայա, նրա տան կալբասը սալյամիա, հագած կոշիկը սալամանդրա, սիրածը սալեմա ծխում, տան առևտուրն էլ պարտե սուպերմարկետից է անում, դուր էնի ուր։ Քոչար Վաղարշյան խաչմերուկում գտնվող Պարտեզ բույսերի խանութը անկախությունից հետո սեփականաշնորհվեց և առաջին պրիստիժնի սուպերմարկետներից մեկը դարձավ։ Պարտեզ մտնողները շատ էին, բայց գլխավոր ուշադրությունը այնտեղից դուրս եկողների վրա էր, թե ով քանի տոպրակով դուրս եկավ։ 90-ականների նորաբաց սուպերմարկետների կանոնադրությունից դուրս մնացած Նիսիայի տետրերի ու կանխիկ դրամով առևտուր անողների շնորհիվ դրամաշրջանառությունը զարգացում էր ապրում։ Ճիշտ է, դեռ կուտակային քարտեր չկային, բայց մարկետներում մարդիկ ամեն օր նոր էմոցիաներ էին կուտակում, իսկ բոնուս քարտի փոխարեն որպես բոնուս նոր բառեր էին սովորում։ Դիմացի ստայանշիկը պարկովշիկ դարձավ, վարիչը մենեջեր, պահակը սիքյուրիթի, ցրողը մատակարար, ծախողը սպասարկող և այդպես շարունակ բոլոր հաստիքները ռեբրենդինգ եղան։ Դզող տեղա ճիշտ է, սովորականից մի քիչ թանկ է, բայց ցիվիլ խանութ է։ Ապրանքի գինը քշածդ ավտոյից ու տեսքիցդ չեն որոշում, ամեն ապրանքի համար բումաժնիկ չես բացում, ուզում ես փողը բաժնի աշխատողին տաս, ասում է չէ, մուծից և կասու։ Դրամապանակը միայն դրամարկղում օգտագործելու գաղափարը մարդկանց շատ դուր եկավ, իսկ նման ժամանակակից տեղերի շնորհիվ ծնկած տնտեսությունը փորձում էր ոտքի ելնել։ Զարգացում կար, բայց այդ ճոխ կանխիկություններից քչերն էին օգտվում, իսկ շատերը հաջորդ ամիսներին ակնկալվող աշխատավարձերի հույսով օր-օրի հաստացող տարածքային Նիսիայի տետրերում իրենց ուրույն տեղն ամրագրում և հեռահար բիոտոկերով երազում էին այրել այդ գրքույկները։ Ես էլ ասում եմ դրա դեմքը ինչ ծանոթ է, դու մի ասա, լրիվ ոնց որ ես աշխատեմ ինքը ուտի դեմքերից լինի։ Պրծավ, էլ ոչ ոքի ապրանք չեմ տալու, չեմ կարում փողերս հավաքեմ, որ զակուպ անեմ։ Իմ ջոգելով էս տետրի պարտքերը հավաքելու համար պետությունը ահագին փող պտի տպի, որ մարդիկ կարանան տալիքները տան։ Անկախ Հայաստանում տպագրված թղթադրամները առաջին 10 դրամանոցից մինչև վերջին 100 հազարանոցը տպվեցին անգին խորհրդանիշներով, հայ մեծերի նկարներով, գեղեցիկ գույներով և այն մեծ հույսով, որ տնտեսությունը զարգացնելու են։ Դրամ անունով հայկական դրամական արժույթը սթափեցնող հատկություն ունի։ Այն վաստակած թղթադրամով, որի վրա Թումանյանի նկարն է տպված, վայել է գիրք գնել, հաց գնել, սիրած աղջկան ծաղիկ գնել, կարիքավորին օգնել, նույնիսկ ավելի լավ է ռեստորանում երգ պատվիրել, բայց ոչ ձայն վաճառել, կաշառք տալ և նմանօրինակ բացասական բնույթ ունեցող գործերով մեր դրամը շրջանառելը ցանկալի չէ։ Մի պահ կանգ առեք, ամաչեք Թումանյանից, Սարյանից, Լուսավորչից, իսկ եթե պատիվը վաճառելուց ձեռքներդ 100 հազարանոց ընկնի, ուշադիր նայեք Աբգար թագավորի աչքերի մեջ, գուցե սթափվեք։ Դրամը պետք է վաստակել,
Եվ այդ վաստակած դրամը պետք է այնպես օգտագործել, որ պատկառելի տարիքում մեր իսկ վճարած կենսաթոշակային հարկից գոյացած մեզ հասանելիք թոշակի օրերին ամեն ամիս եկող անակնկալ SMS հաղորդագրության ձայնից հայելու առաջ կանգնած ալեհեր ծերունու փոխադարձ ժպիտին արժանանանք և հայելում արտացոլվող այդ տարեց մարդու հայացքից մեր աչքերը փախցնելու փոխարեն հանգիստ խղճով կարողանանք անծայրածիր արտացոլանքի հեռուներից այդ աչքերի խորությունը տեսնենք և զգանք։